հապկից արձագանքներ են գալիս, որ Հայաստանը իր անդամավճարները չի վճարում եւ դա պետք կունենա իր հետևանքները, եթե ասում են շարունակվի, միտումը շարունակվի, ապա կարող է հարց տվել նաեւ Հայաստանին հեռացնել հապկից։ Պարոն Վարչապետ, արդյոք այդպիսի ընդհանրակարգ գոյություն եւ կարող է այդպիսի հարց առաջանալ եւ ԵԱՏՄ-ի մասով Սերգեյ Լավրովն է արձագանքել, նշելով, որ այս պահին Եվրասիական տնտեսական միության անդամ է Հայաստանը շարունակում մնալ, սակայն նա քանի որ Հայաստանը արդեն ԵՄ-ին միանալու մասին օրենք է ընդունել, ուստի հարցը հրատապ է եւ պետք է արագ լուծվի։ Պարոն Վարչապետ, արդյոք դուք խոսել եք ձեր գործընկերներից ու արագ լուծում ասելով ինչ նկատի ունեն կամ դուք ինչ արագ լուծումներ եք տեսնում այս հարցում։ Հապկի հետ կապված չեմ կարող մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ հապկից հեռացման մեխանիզմ կա, այո գործում է եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել ի գիտություն, ուրիշ բան անելու չունենք։ ԵԱՏՄ-ի մասով էլ նախկինում բազմիցս մեկնաբանել եմ, նոր բան ասելու չկա։